հենց սկզբից մեր արդեն այդ հոգին զգում է, որ մենք պիտի մանք, ինքը սկսում է մարմնից դուրս գալ։ Դա ոնց որ ասենք եթերային մարմինն է, որ ինքը արդեն դուրս է եկել։ Մարդը, որ պիտի մահանա, ինքը ներքուս բոլորը զգում են։ Ես պատմություններ գիտեմ, օրինակ պատերազմի մասին, որտեղ փոքր երեխայի ժամանակ իրան գրել են, որ մենք զինվոր ենք լինելու, հավերժ զինվոր ենք մնալու։ Դասատուների շարադրություններում փոքր ժամանակ գրել են, գնացել են 18 տարեկան, 15 տարեկան մնացել են, իրանք հավերժ զինվոր են մնացել, այդ դաճվել են, չէ՞, իրանք քարի վրա, հա։ Այդ քարի վրա հավերժ զինվոր, իրանք էլ չեն փոխվում, այդ զինվոր, ու իրանք արդեն գիտեն, որ իրանք հավերժ զինվոր են։ Այսինքն բոլորս էլ ինչ որ բան կանխազգում ենք, բայց չենք կարող դա ընդունել ու արտահայտել։ Բոլորն էլ ինչ որ մահ գալիս է, այդ պատմությունները, որ ուսումնասիրում են, բոլորն էլ զգում են, նո այդ ասած դժբախ պատահար կամ նախորդ մահվան մասին է, նույնիսկ ծերերն էլ բոլորը զգում են ու իրանք ենթագիտակցորեն զգում, գիտակցականը դա մերժում է, քանի որ վախում են այդ երևույթից, մերժում է։ Ու իրանք դա ինչ որ ձևով արտահայտվում են։ Բոլորը մահը գալիս է։ Դե սիմպտոմները, որ ասեմ, ինքը կարա սիմպտոմները 3 տարի առաջ արդեն սկսի գա։ Նույնիսկ այն սիմպտոմը, որ դու պետք է դժբախ պատահարով մահանաս ինքնաթիռում։ Ինչպես երազ ես տեսնում, կարա երազի ձևով գա, կարա նայեք շատ տարբեր։ Բայց ասում են երազում մահը հակառակը կյանք է։ Չէ, դու մահ չես տեսնում, ուրիշ սիմպտոմներ ես տեսնում։ Դե պետք է հասկանաս դա այդ սիմպտոմն է, չէ՞։ Դե օրինակի համար, օրինակ երազում, որ տեսնում են ստվեր չունեն, նո տենց է, դա ինչ որ սիմվոլ է, որ ինքը արդեն մոտիկ է մահը։